7:59 րոպե։ Փառք եմ տալի հենց ասում։ Ապրեսավը տանը, ոնց ես մամ ջան, ոնց ես։ Ոչինչ էլի անայդ։ Այսօր Անձրև, այսօր դուրսել չեք կարող։ էլ մի ասա, ես այսօր պիտի գնամ քայլեմ մամ։ Դու երեք չես քայլել։ Քայլել ես։ Ուտելուց առաջ գնացիր քայլեցիր։ Քայլեցի, հետո կիսատ թողեցի, եկասի անայդ իմ հետ ինչ արեց այդ խաշբանը, դու ասա, շատ է թողել եկա։ Ժողովուրդ երեք չկանչեց ինձ, որ նկարեմ, այդ սալտիսոն եք ասում մամ։ Սալտիսոն։ Սալտիսոն չէր, խալադեց էր։ Խալադեց էր սա։ Սալտիսոնը տավարի գլխի մսելու։ Այ այդ դրանից պիտի առնեմ։ Այ ապրես, պիտի առնեմ այդ գլխի այդ մսելը։ Ինչ է սալտիսոնը։ Ինքը ջրային մասն այնքան շատ քիչ ես անում անայդ։ Երշիկի նման է լինում, որ կդրտում ես, էլի, մեջ այդքան շատ ջրային մաս չկա։ Իսկ խալադեցի մեջ բուլյոնը որ լցնում ես, մի քիչ ավելի բան է լինում, էլի։ Սերժը ուղակի ցնցված էր։ Լավ էր հավանել Սերժը։ Հավանել որ մնաց այդքան կտորից։ Ասեց մամին, գիտեմ, ասեց մամին։ Հա։ Չէ, շատ լավ էր, մամ, չափսել էր լավ եղել։ Հետո այդայի համար է արել մեկ կեսնել էլի։ Մամա այդ բան այսօր էլի կգամ կվերցնեմ, որտեվ ասեց մամին կասես այդ ինքը իրան չուտի, իրան պետք չի ուտել, առողջությանը վնաս է շատ։ Ճիշտ ասման այդ ոտը։ Բայց ես եկան քիչ եմ արել բուլյոն։ Մամ, ես խոս գիտես չեմ սիրում։ Խոս չեմ սիրում, բայց որ այդ տավարի գլուխ այդ մռութը որ անես, կուտեմ էլի։ Կգնամ կառնեմ ես է դրանից։ Մամ ջան, բան ժողով նկարում եմ, չէի տեսել որ նկարում եմ։ Նկարի, բալա ջան, նկարի։ Ժողովուրդը քեզ կարոտել են, վաղուց։ Գիտես ինչ, հիշողության բանն է, էլի, հանգրվանն է։ Նկարները, որ երբեմն առաջ որ մենք ալբոմներ էինք սարքում, հիմա այդ էլ է վերացվել։ Այո։ Երբեմն բացում էինք նկարները այնքան հաճելի է։ Երեխեքի պուջու ժամանակվա նկարները, քո ծնողների նկարները, այնքան է վերհիշում անցյալը։ Հիմա ես ինտերնետ ես կամ հեռախոսները որ եղել, հա։ Չենք նկարանում։ Բացում ես նայում ես։ Լավ չի, բայց մամ որ նկար չենք անում, նկարը ուրիշ է։ Իհարկե, նկարը ուրիշ է, իհարկե։ Ես հեսա արդեն քանի որ մինչև աշխատանքը սկսել եմ, մամ կոլեկցիան մի շաբաթ գալիս է 4-5 շաբթի, ուզում եմ բան անեմ մի հատ ամբողջ նկարները տեսակավորեմ, այդ ֆլեշկայի վրա տանեմ, հանեմ։ Դավիթը, մամ, քեզ սուտ չասեմ, Դավիթի վերջին նկարները 8 տարեկանից է։ Ես գիտեմ բոլոր ջան։ Salut, ici c'est le grand chef. Voilà. Ասում եմ էց շեֆն եկավ տուն։ Oui, on dit bonjour votre sainteté. Կոման։ Bonjour votre sainteté. Ասում եմ բոլորդ ասեք բարև ձեզ մեր բան է, ան ինչա, սենյոր մամ։ Սուրբ մամ, սուրբ սենյոր։ Ah, ma mélodie. Alors, dis à mamie, est-ce que c'était bon hier le truc? Ah oui. Khaladets. Dis-lui qu'elle la refasse. Asma ça tournorizani. Je l'avais dit que tu as dit que c'est pas bon pour sa santé. Elle a dit, de toute façon, c'est pour lui que je l'ai fait. Merci, mamie. 50 € quand même. Մամ, ասում եմ շատ շնորհակալ եմ, բայց միևնույնն է 50 եվրոն կտաս։ Et habite, je vais aller chercher le mien. Բավականին երկար մտածում եք գնամ, թե չգնամ։ Բայց հիմա ես ձեզ կասեմ, թե ինչու եմ գնում, պարտավորված եմ գնում, որովհետև ես շաբթի հրավիրված եմ եւ ուզում եմ մի փոքրիկ նվեր գնել։ Դրա համար ինձ պետք է շատ շտապ դուրս գալ։ Հագել եմ այսօր իմ վերարկու կանաչ գույնի վերարկուս։ Մի հատ գնամ շարժ վերցեմ համապատասխան ըստ վերարկուիս եւ գամ։ Ու ինչ լավն է, չէի նկատել որ կապույտ է մեջը։ Օլա, այս սա լրիվ համապատասխանում է իմ լուքին։ Կանաչն ու կապույտը իրար հետ շատ են համապատասխանում։ Ահա եւ երեխեք իմ շարֆերի պահարանը։ Ինչ ասեմ, բանա խանութ է, շարֆերի խանութ է։ Ամեն կոլեկցիայից վերցնում եմ բան։ Ահա սիրելիներս, սա ձեր Անահիտի լուկը, գնամ մամային ասեմ, դուրս եկա,
Ամեն ինչ վերցրել եմ, գնացինք։ Մամ, դուրս եկա սիրելիներս, դե լավ գնացինք, ես նասկի չեմ հակի, կթռնենք, քանի մաման չի եկել, չի տեսել։ Ու բավականին քամի է, բայց տաք եղանակ է։ Ահա։ Գնացինք, յատեր Աստված մեր հետ։ Գնացինք սիրելիներս, ամեն անգամ ես տանից դուրս գալուց պետք է խաչանամ։ Աստված մեր հետ, որովհետև ոչ մեկը չգիտի, մի հատ ճանճեր կան, ճանճ չեմ մլակ։ Ուրեմն, սիրելիներս, ճիշտ ասած երկար մտածեցի դուրս գամ թե դուրս չգամ, բայց ամեն դեպքում պետք է դուրս գալ, որովհետև շատ կարևոր գործ ունեմ, բանկի հետ կապված, եւ ճիշտ ասած մտածեցի, եթե այսօր դուրս չգամ, մի շաբաթ դժվար թե դուրս գամ։ Սերժը որ նստում է մեքենա, լրիվ դեղեգլե է անում։ Ուրեմն ես ինչ որոշեցի չորեքշաբթի օրը հրավիրված եմ։ Ահ, քիչ է մնացել տոկոս երեխեք ջան, միացեք միացնեմ։ Ահա, եւ ամենադժվար բանը իմ համար դժվար չի, ես սիրում եմ նվեր գնել, բայց գիտեք ինչ, կարևորը նվեր գնելու միտքը չի, որ նվեր գնաս, ուղղակի հենց դες գնես։ Նենց բան ես ուզում գնես, որ տվյալ մարդուն դուր գա, տվյալ մարդը ինքը նայի, ասի, վայ ինչ լավն է, ճաշակով լինի։ Չնայած էլ եմ ձեզ ասում, ես նվերի, ասել մամային, նվերի փայլևան, բայց երբեմն երկար է տևում այդ նվերը գնելու մոմենտը։ Հիմա ինչ որ այա գնում եմ այդ խանութը, որտեղ որ ես մի անգամ մտա նվեր գնելու, Կարլայի հետ որ գնացել էինք, այդ շատ հարտակարգ հրաշալի խանութ է, այդ խանութն եմ մտածում մտնել, չգիտեմ, մի քանի միտք ունեմ, տեսնեմ։ Դրա համար ամենաճիշտը, այս քամի փչում է երեսիս, դրա համար ամենաճիշտը տեղում մտածելն է, տեղում տեսնելն է, եւ արդեն կտեսնեմ։ Ժողովուրդ ջան, ձեզ մի բան պետք է ասեմ։ Ես ինչ գնում եմ, ձեզ լինքը կդնեմ այդ վիդեոյի բլոգի տակը, դա կլինի շորտ թե ինչ, ես կհանեմ եւ կդնեմ։ Դուք ուշադիր եղեք բլոգների, վիդեոների տակը, որպեսզի դուք էլ օգտվեք։ Ճիշտ ասած, երկար էի մտածում դուրս գամ, տեսակ ասեցի արդեն, դուրս գամ թե դուրս չգամ, գիտեք ինչ որ արդեն սենց մի քիչ մանավանդ որ շաբաթ կիրակի է, չնայած ես տանն եմ, տանից եմ աշխատում, բայց ամեն դեպքում որ շաբաթվա մեջ դուրս ես գալի մի քանի անգամ, ավելի հաճելի է որ մնաս տունը եւ այնպես էր որ պետք է դուրս գայի, հնարավոր չէր, դե որ արդեն գնում եմ այդ կողքի քաղաքը, շատ կարևոր գործով, նաեւ կմտնեմ մի քանի գնումներ կանեմ, որովհետեւ մի քանի պակասություններ կան եւ բանջարեղեններս են ավարտվել, ուզում եմ այս շաբաթ մի քիչ զգուշվոն բանը այդ հավասարակշռված ձևով սնվեմ, չնայած միշտ եմ այդպես անում, բայց քանի որ բացում է սառնանը բանջարեղեն չկա, ասում ես ինչ սարքես, հիմա այդ եմ մտածում, ինչ գնեմ, որ բանջարեղեն, որ սերնել ասեմ, չնայած ունեմ լոբի սարցարանում, սարցախցիկում մեր լոբին է, լոլիկն է, ես ամեն անգամ մոռանում եմ պամիդորով ձվածեղ անեմ պղպեղով, Սերժը շատ է սիրում, իրանք պեյբասկցիկ են սարքում, ասեմ չէ, պեյբասկի ժողովուրդը հայերին նման են, բանը, կոչվում է պիպղադը պամիդորով, բանով, բիբարով ձվածեղն է, երեխեք ջան։ Եվ քանի որ ամեն ինչը իմ մեր պարտեզինն է, Սերժի պարտեզինն է, ես դրա համար տենց արխային եմ պամիդորի մոմենտ չեմ գնի, բայց այսօր ուզում եմ մի քանի տենց չերի լոլիկներ գնեմ, որ ասենք բանջարեղենային փունջ եմ անում, բրոկոլի, գազար չունեմ, գազար գնեմ, գազար, ջորկա արած, ինչ եմ դնում հետը, բազուկ, ձու եմ խաշում, էլ ինչ բանջարեղեն էի անում հետը։ Դա է, ես ուրիշ բանջա, մեկի լոլիկ եւ վարունգ էլ կգտնեմ, այն փոքր վարունգները լավն են։ Դրա համար գիտեք ինչ, քանի որ ես սիրում եմ ընդհանուր իմ գնումները կատարեմ Լեկլերից, մեծ խանութ է, մեծ բան է, մոլա, իմ սիրած խանութն է ինքը, որովհետեւ ես ամեն ինչի տեղը գիտեմ անգիր, կարիք չունեմ փնտրելու, կաղախողը չեմ սիրում։ Ես բանջարեղենները սիրում եմ գնել Lidl-ից։ Եվ քանի որ արդեն մտնում ես Lidl, էլ չես ալարում ես գնաս Լեկլերը բավականին մեծ է,
հենց լիդլից էլ թթված էր, բանտես փոքր մանր բաներ պետք է գնեմ եւ այդ գնամ ամենակարևորը բանկից հետո մտնեմ նվեր ունեմ գնելու մի խանութ այդտեղից նվեր գնեմ եւ կտեսնեք թե ուր են գնում մենք հյուրության ես այսինքն իմ ընկերուհու հետ հյուր ենք հրավիրված ենք շատ հետաքրքիր մեկիտուն որ դուք բոլորը ճանաչում եք ինձ թվում է շատ հետաքրքիր բլոգ կլինի եւ գիտեք ինչ ամենակարևորը երեխեք ես դες մի բան պետք է ասեմ ես ուրախանում եմ մեր հայերի ուրախանում եմ որ իրենք հասնում են իրենց նպատակին եւ այս շունիկը չընկնի մեքենայի տակ եւ բացարձակապես չեմ էլ մտածում որ կարող է մարդը նախանձի երբ որ մեր հայ ժողովուրդը հայերը գալիս են դժվարությամբ են գալիս բավականին ճանապարհներով են էտապներով են անցնում բոլորը դե գիտեք ես չեմ ուզում բացատրեմ եւ հետո մեկ էլ տեսնում ես որ այդ մարդիկ տուն են գնել աշխատում են տուն ունեն սեփականություն ունեն եւ կառուցում են իրենց սեփականությունը այս երկրում անկախ ինձանից գնում եմ հետ որ ես նոր եմ եկել այդ ժամանակ 90-ականներին միայն եւ միայն նորեկող հայերն էին որոնք եկել էին Լիբանանից որոնք փախստականներ հայերը մեր իսկ այն երկրի հայերն են ովքեր պատմում էին որ եկել են նավերով փախել են եւ այլն իրենց ծնողները աշխատել են միներում եւ այլն եւ իրենք ուրախ էին գիտեք մենք տուն ունենք սեփականություն ենք ստեղծել մեր ծնողները տենց էլ չտեսան բայց մենք սեփականություն ենք ստեղծել մենք աշխատեցինք մենք Ֆրանսիայի համար ապրում ենք եւ այլն ու այսօր երեխեք ջան դա անում են մեր սովետական միությունից եկած հայերը ովքեր փախել են ովքեր գնացել են ովքեր ինչ որ ամեն մեկը մի նպատակով դուրս է եկել եւ գիտեք ինչ ամենակարևորը պիտի ասել եմ եւ կասեմ չքննադատեք չդատեք թե ով ոնց է եկել կարևորը ուրախացեք որ այդ մարդիկ այսօր ստեղ ավելի լավ են ապրում քան իրանց երկրում եւ կան շատերը որ եկան հետ գնացին չհարմարվեցին ծնողները հիմնականում մեծ մարդիկ իսկ ինչ վերաբերվում է մեր երկրում որ լավ ապրում են եւ նորից գնում են դա արդեն իրենց գործն է երեխեք կարող է պատահի այնքան լավ են ապրում որ հիմա էլ ուզում են գնան ուրիշ տեղ լավ ապրեն չպիտի քննադատեք չդատեք եւ չքննադատեք թող ժողովրդին չթվա թե հայը դուրս է գալի ինքը հայ չի ֆրանսիացին դուրս է գալի ինքը ֆրանսիացի չի ես գիտեմ շատ ֆրանսիացի ընկերներ ունեմ գնացել են կանադա ամերիկա եւ այլն դուք մենակ տեսնեք իրանց կրուգը իրանց շրջապատը իրանք պահպանում են իրանք հանդիպում են միայն ֆրանսիացիների հետ իրանց ապեղետիվ իրանց սովորություններ պահպանում են այնպես որ դա կապ չունի թե ինչ ազգից ես ուր ես գնում մարդիկ իրանց ազգը պահում են իրանց կուլտուրան իրանց տակտը եւ այլն այնպես որ մեզ մնում է միայն կողքից տեսնենք ուրախանանք որ տեսեք Աննայինք տուն են սարքել են մյուսենք շատ հայեր կան նաև այս կողքի քաղաքում որ իրանք տուն են գնել ապրում են ես շատ ուրախ եմ անչափ եւ ես դա ամենայն ազնվությամբ մաղթում եմ բոլոր իմ հայ ժողովրդին որ ունենան եւ կառուցեն մի անգամ Աննայից տունը տեսակ են Լեննականի լավ աղջիկը որ ասես լավ տուն են սարքել, շատ լավ տուն են սարքել ես ուրախությանս չափ չկա երեխեք ուրախությանս չափ չկա երիտասարդ են իրանք կառուցել են իրենք երեխաները փուճուր դրանից ենկող էլ ինչ եք ուզում մանանա ենք ուզում երկնքից իջնի ոչ ուրախացեք ծափահարեք ասեք ինչ լավ է այս աղջիկը աշխատում է այս երեխեն տուն է սարքել այս մարդիկ տանջվելով եկել են այսօր իրանք սեփական տունն ունեն եւ հիմա իմ ուղեղով ձեր հետ խոսում եմ հաշվարկ եմ անում թե քանի հայեր կան որ իմ կողքի քաղաքում տուն են իրանցն են ստեղծել 1 2 3 4 5 6-ին գիտեմ մենակ որ իրանց սեփականությունն են եւ մնացածիդ էլ ցանկանում են որ ունենակ այս կողմերը 7 8 դե այն մեծ քաղաքը չեմ ասում ինչ եմ ուզում ասեմ ում ճանաչում եմ 8 հոգի դուք պատկերացրեք 8 ընտանիք արդեն իրանց արմատները գցել են այստեղ եւ սարքել են եւ կառուցել են իրենց վարկերն են տալի նես չի որ է փողերը կախված այդ մարդիկ աշխատում են դառը առավոտը գիշերը դաժե մարդիկան գիշերը սվերով աշխատում են որ Հայաստան վարկերը փակեն բայց զատո այդ մարդիկ ստեղծեցին դրա համար սիրելիներս ես ձեզ մենակ մի բան կասեմ դա կապ չունի ես գիտեմ որ աշխարհի ամբողջ անկյուններից ինձ նայում են երբ որ կլինի մի մոմենտ որ կնայեք կտեսնեք մեկն ունի ոչ թե ասեք նայեք սես բանով բա արեք
մեծ, ես ինչ, այլ նայեք ասեք, ինչ լավ է, եթե ինքն ունի, ուրեմն ես էլ կունենամ, դա նախանց չի, դա ձգտում է, իսկ յուրաքանչյուր 80% հայ ունի ձգտում, այնպես որ չմտածեք, թե մենք արտասահմանում ենք ապրում, մենք հայ չենք, մենք հայ ծնվել ենք, հայ ապրել ենք և հայ էլ կմահանանք, չես կարա փախնես քո լեզվից և քո սովորություններից, այսքանը սիրելիներս, Արամ Արտակ Արամյանի երգը էլի։ Դե լավ, ես մի հատ իմ բլոգը միացնեմ հավաքեմ, որովհետև մի քիչ երեխեքիս ինչ սուրտ է, մի քիչ փեջ միացնեմ, սառեցի։ Եվ մինչև հասնեմ այդ քաղաքը։ Որոշել եմ մեքենան կանգնացնեմ այս պարկինգում եւ բայց իսուր եմ գար։ Եվ ոտքով գնամ այդ խանութը։ Չգնամ մեքենան կանգնացնեմ իմ ընկերների գարաժի դիմացը, ամենաճիշտը դա կլինի, երևի թե, եվերի թե։ Մտածում եմ նրմդածում, ինատու եմ կանգնացնում հեռու, որպեսզի քայլեմ սիրերներս։ Տեսնեմ ստեղ եմ մեր ընկերները, չէ, փակ ա գարաժ, անո բացա, յա, հոպ, Մի հատ այս մեքենան նայեք էլ երեխեք առանց պրավայի, ինքը չի կարողանում տեղ չի գտնում կանգնելու, այտենց մեծ տեղեր կան, ինքը չի գտնում, ինքը անտա թեքվա ձախ ու աչ ու ձախ, գիտեք որտեղ կանգնացնեմ, հենց այստեղ, ամենալավ տեղն է, կակրաս համ այդ խանութին եմ մոտ, համ էլ իմ բանկին եմ մոտ, ես ինչ Ահա սիրելիները Սերանայիթը եկավ իր բանկի գործերն արեց, այդ վաշանա իրիչկա ու հիմա գնում եմ ընդենց տակ հա երեխեք մեր մոտ արտակարգ տակ եղանակ հիմա մեր քաղաքը այս կողքի քաղաքը շատ ցակ հին քաղաք է որ ասեմ շատ խենթանում եմ սուտ կլինի ես բոլորի ձեզ ասել եմ չէ իմ համար քաղաքը միակ քաղաքը որ ես սիրում եմ դա իմ Երևանն է Բոլոր քաղաքներն իմ համար նույնն են, նույնը, ես ոչ մի տենց վաու, հռոմը դուրս եկավ, լավն էր, Փարիզը դա բնում է Փարիզ, մեր հրաշալի, Նյու Յորք չեմ եղել, կարող եմ մի գեղեցիկ օր գնամ, չգիտեմ, պետք է տրամադրեմ ինձ, և այդ ամեն ինչը կապված է, իհարկե Նյու Յորքը ամեն ինչը կապված է, նաև բյուջեի հետ չեմ թաքցնում, և նաև ցանկության, գիտեք ինչ, որ ես երիտասարդ լինեի 100% կգնայի, բայց տարիքն իրա գործն անում է, սա էլ մեր հին քաղաքը։ Շատերը հարցնում են, Անահիտ, այստեղը չես եղել, ընդեղը չես եղել, ժողովուրդ, այնքան եմ ճանապարհորդել, որ գալիս է մի մոմենտ, որ ուզում ես սենց ճամփրուկը դնես ու ապրես, ուղղակի ապրես եւ հանգիստ քո անկյունում, քո ինչ ասեմ, հանգստությամբ։ Դրա համար Իմ համար ճանապարհորդելը դա ոչ թե քաղաքն է տվյալ, այլ ավելի ոնց ասեմ, այլ ավելի շրջապատը, ամբիանսը, կոլորիտը, մթնոլորտը, նայած ում հետ ես գնում, ինչ ուրախ գրուպայով ես գնում։ Հա, դրա համար սիրելիներս, ճանապարհորդությունը միայն շենքերը չեն, ճանապարհորդությունը նաև այդ քո ընկերական շրջապատն է։ Եկա այդ խանութը, որը որ ես ձեզ ասում շատ սիրուն խանութ է։ Խանութը այս խանութն է։ Այս կաֆեն այնքան եմ հիշում, որ Դավիթով հղի էի։ Իշտում էի ասենք իմ գնումներն անելու են ժամանակ ոչ մեկ չկային երեխեք ջան, ոչ իմ քույրերը, ոչ մեկը գալիս էի այստեղ սուրճ էի խմում, նստում էի սուրճ էի խմում, մի հատ տենց ու նոր մեքենա շարունակում գնում էի տուն։ Ոնց որ ինձ Երևանում զգայի, այնքան դժվար օրեր եմ անցկացրել, չմտածեք ամեն ինչը եղել է հեշտ։ Գնեցի, ասում եմ եկավ, տեսավ եւ հաղթեց, արագ եւ ճիշտ ասած ճիշտ կողմնորոշվեցի, որովհետեւ գիտեմ որ սա մի պրեստիժ բան էր եւ շատ գեղեցիկ, իմ դուրն եկա։ Հուսով եմ որ իր դուրն է կգա եւ այնտեղ որ գնում եմ հյուր իրենք այս տիպի բաներ, սպասքներ շատ են օգտագործում։ Եվ եթե մեկը ինձ նվեր տա, ես շատ կհավանեի։ Շատ լավն է։ Ամեն ինչի համար պիտանի ապրանք։
Ահա, սիրելիներս, եկա ես Lidl։ Հիմա գիտեք ինչ եմ անում, տանց չգիտեմ, առնեմ թե չառնեմ։ Սերժը առաջ շատ էր սիրում տանց, ախր չեմ ճանաչում, որ տանձնա լավը։ Մտածում եմ մրգերի, չգիտեմ, մրգերի խնձոր, ավոկադո վերցրեցի այս սրանցից։ Հիմա ինձ ավելի պետք է բանջարեղեն, ժողովուրդ ջան։ Քրոջս աղբորս տղան բանջարեղենին ասում էր բարանջեղեն։ Հիմա գնացինք բարանջեղենի կողմը։ Bonjour. Bonjour. Alors, կարոտ վերցնենք, կազար վերցնենք մի հատ։ Սա, ուրեն են գազարները, կիլոյով եմ ուզում վերցնեմ, բայց կիլոյով վերցնելու համար, ես պիտի, դելա թե սրանից վերցնեմ մի կիլո գազարը հերիքա։ Հայավարի երեխեք, հետևից եմ վերցնում էլի, չտարբերություն։ Մի հատ կաղամբ եմ ուզում վերցնեմ, բայց կարմիր կաղամբ կվերցնեմ, որովհետև ես ուզում եմ սարքեմ բան անեմ, մի հատ բորշ անեմ։ Բազուկունն է, բայց քանի որ կարմիր կաղամբով եմ բան անում սարքում, բազուկով չեմ անում։ Մի հատ պուչուր կաղամբ վերցնեմ։ Այս երկարը, մի ձեռով դժվար, այս փոքր լրիվ հերիք եմ ես։ Հա, հիմա ինչ եմ վերցնում ժողովուրդ ջան։ Բրոկոլի, ուրեմն բիոլոգիական բրոկոլի եւ այս բրոկոլին, բայց ինչա սենց սպրտնած։ Մի հատ վերցնեմ սրանից։ Այս մեկը լավն էր, մի հատը հերիք է թվում, հա։ Լավն է, հա։ Հիմա լոբի պետք չի, ինչն է շատը լոբին, կաբաչկա էլ չեմ ուզում, բադրջան երեխեք, բադրջանով ճաշել եմ շատ սիրում, բայց ես բադրջան, Սերժը չի սիրում է, ախր վաննել է տա, մտածում եմ, ինչ կարելի է սարքել բադրջանով, ժարիտը չաղասնում է, դե լավ, եկեք երկու հատ վերցնեմ, հենց երկու հատ էլ կա մեջը, Պամիդոր, լոլիկ, կոկտեյլի լոլիկներ եմ ուզում, չէ, սա չէ, կոկտեյլինը չկա, այնքան լավն եմ դինում այդ կոկտեյլինը, կոկտեյլի լոլիկներ, դե լավ, գիտեք ինչ եկեք անեմ, ժողովուրդ, եկեք սրանցից վերցնեմ, այս մենակ ես եմ ուտում, Սերժը չի ուտում, այս մեկն ավելի լավն է, դոմատը սղիզը, սա ավելի լավն է, եկեք սրանից վերցնեմ, գույնավորը շատ պուջուր է, հիմա մի հատ ուզում եմ վարունգը տեսնեմ, որտեղ է վարունգը, ես ինչքան գիտեմ վարունգը, ամուսինս էլ է սիրում վարունգ, բայց չկա վարունգ, բղբեղ, եկեք մի հատ պղպեղ վերցնենք, նա всякий случай, ուրեմն պուավրոն միքստ, այսի ավելի լավն է, վալա, սալատ եմ ուզում վերցնեմ, բայց սալատները ստեղ, ես նենց սյուքրին ունեմ, վարունգ չկար, այս սալատներից եկեք մի վարկյան անջատեմ, ժողովուրդ ջան հեռախոսս զբաղված էր, ուրեմն ամեն անգամ գալիս եմ այս խանութ եւ ես մոռանում եմ, որ պետք է Սերժի համար դեսերտներ պատրաստեմ, ասենք բան, մուսո շոկոլա, այս որն է Սերժ ժամկետը 0202, մի հատ ակտիմել վերցնեմ, որովհետեւ նատուրալն է, շատ լավ է իմունիտետ համակարգի համար։ Հիմա գիտեք ինչ եմ մտածում, ես վերցրեցի բանջարեղեններից, բան չկա բանջարեղեն այս սեզոնին, պամիդոր վերցրեցի, կաղամբ, գազար, ավոկադո, գնանք պանիրների տեղը, պանիրի տեղից չեմ գնում, ես որ պանիր եմ գնում, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, ուղղակի այս բանի պանիրները, այդ քոկմուսյոյի պանիրներից գնեմ, մի հատ շևղը վերցնեմ,
Շևղը։ Որն է լավը շևղը։ Какой շևղը։ Էսի որն է։ No։ Սա չէ։ Որն է վերցնում են մեծերից եմ վերցնում ես միշտ եւ չկա երևի մի հատ սրանից վերցնեմ։ Հա դիշլե վաշը։ Էսի վաշը կովի։ Հələ մոտիկ եք սրանից փորձենք երեխեք։ Այս մեկը ինչ է վրան դեղին դրա ժամկետը երբ է սրա։ Չանցնի ժամկետը 20:01 վաղն է հիմա են հա։ Չկա ուրիշ լավը հեսա կա հետևն է։ Սա դա ժամկետը երբ է։ Այդ բաները դրել են դեմը 21:01, էս էլ է 21:01։ Չէ, սպասեք ուրիշ վերցնեմ երեխեք։ Ուրեմն Այս տեսնենք հələ սա էլ է ժամկետը անցած 21:01 Սա էլ է 21:01 Մինչև վաղն է, վաղը պատրաստ եմ No 20:01, այսինքն մինչև մի շաբաթ Մեր ժամանակ ունենք լավ Դիմա մի հատ պանիր ունեմ, չէ, պանիր մոռացել էի, որ ունեի Ֆետա էլ ունեմ, աղացած պանիր էլ ունեմ Կարծեմ սարցարանում, սարցախացիկում Չեմ ուզում ագնեմ շատ Գնացինք Ջան, ուրեմն հիմա մի հատ ես այս սուետու վերցնեմ Գդի ես սուետու Ես սուետու Հիմա ես որ վերցնեմ, որ այդքան վատը չլինի Այս սուետու դոպլի կոմպլե Offre flash et surtout maxi Որն է Սա է No Papier toilette կարիք չունեմ Սա որն է 3 pli No Կոմպակտ Մի վարքյան երեխեք մի հատ կենտրոնանամ Դե ինչ սիրելիներս, եկեք այսքանով ավարտեմ իմ վլոգը, քանի որ ես արագ մտել էի ընդամենը գնելու 1-2 բան եւ ցանկանամ ձեզ բարի դիտում, հուսով եմ որ ձեզ վլոգը դուր եկավ, հուսով եմ որ մի քիչ կտրվեցիք ձեր առօրյայից եւ Անահիտի հետ դուրս եկաք պտտվելու։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ պակա, պակա